Հիմա հերթագրվել է Վահագ Ալեքսանյան, Թագուհի Թովմասյան եւ վերջում ես։ Խնդրեմ։ Շնորհակալություն, Տիկին նախարար, հարցը վերջում կանչեցնեմ, բայց մինչև այդ պարոն Մանուկյանը գնաց, բայց պարոն Մանուկյան, ասում եք հենա լրագրողները նստած են, սենց նայում եմ ուղղակի աչքով։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 լրագրող է նստած, 11-ից մենակ մեկն է նեյտրալ լրատվականի ներկայացուցիչ։ Ֆակտոր TV ներկայացուցիչ։ Մնացածը անդիմադիր ուղղվածության լրատվականներ են։ Պարոն Ֆարաջան, մյուս անգամ հանձնաժողովի նիստի ժամանակ չհամարձակվեք խոսակ պատգամավորի հետ։ Այ քեզ բան։ Եվ մի դուրս եկեք դուք։ Էդ ով է իրավունք տվել առհասարակ հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորին արձագանքեք։ Պարոն Ալեքսանյան, խնդրում եմ մի վարքյան։ Պարոն Ալեքսանյան, մի վարքյան, առանց որևէ բանի, հարգելի լրագրողներ, դուք ընդհանրապես լսեք։ Ինչ շատ բան է։ Պարոն Ալեքսանյան։ Ես չգիտեմ այդ ձեզ ով ասել, որ դուք կարաք ազգային ժողովի նիստի ժամանակ պատգամավորին արձագանքեք։ Հա, կարող է։ Պարոն Ալեքսանյան։ Դա իմ գնահատականն է, ձեր Պարոն Ալեքսանյան։ վիրավորանք չի կամ բան չի։ Պարոն Ալեքսանյան, ես խնդրում եմ մի վարքյան։ Դուք չունեք։ Դուք ուշադիր լսեք, գնացեք ձեր թերթերում, հեռուստաընկերություններում արձանագրեք, որ դուք վատ բան եք լսել կամ լավ բան եք լսել։ Մի արձագանքեք եւ մի խանգարեք մեր աշխատանքը։ Սիրել դուք շատացաք, դարձաք անթիվ անհամար։ Պարոն Ալեքսանյան, դուք ճիշտ եք։ Փաստորեն ես ուզում եմ հայտնաբերեմ այն միակ անկախ դուք եք։ Ֆակտոր TV-ն է։ Չէ, հայ երկուսը կարամ ասեմ։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքը։ Պարոն Ալեքսանյան, դուք եթե հարց ունեք, հնչեցրեք հարցը։ Հնչեցնում եմ, հարցապնդում է որպես այդպեսին, եթե կուզեք ուրեմն։ Նայում ես, ընդդիմադիր լրագրողներ են բոլորը, վատ բան չի ընդդիմադիր լրագրող ելնելը կամ ընդդիմադիր լրատվական ելնելը, սա որպես վիրավորան կամ պիտակ չի, մար քաղաքական ուղղվածություն է լրատվականների, հիմա ինձ փորձելու եք համոզեք հրապարակը չի ընդդիմադիր, չգիտեմ, այնտեղ News-ը չի ընդդիմադիր, 24 News-ը չի ընդդիմադիր, ձեր լրատվականի անունը չեմ հիշում, բայց ձեզ հիշում, դուք եք ընդդիմադիր։ Լավ։ Լրեմ, որը չի ընդդիմադիր։ Պարոն Մանուկյանը այս ընդդիմադիր լրագրողներից տալիս մարդիկ տեսել են։ Ախր ակնհայտ է, որ այս մարդիկ տեսել են, այն ինչ իրանք ուզեցել են տեսնել։ Այս մարդկանց տեսածը ու լուսաբանածը ակնհայտ է, թե ինչ պետք է լինի։ Բայց դրա համար է, որ երբ որ 2010-2017 թվականներին տարեկան միջին սպանությունների թիվը միջինում տարեկան եղել է 52, վերջին 5 տարում այդ թիվը միջինում 50 է, բայց այս մարդկանց լուսաբանածը նենց է, որ սպանությունների թիվը տարեկան 100 անգամ աճել է։ Բա ակնհայտ է, որ տենց պետք է լինի, ժողովուրդ ջան, որովհետև ակնհայտ է, որ օլիգարխիկ կոնկրետ մի հատ կլան, կոնկրետ սպասարկող, կոնկրետ քաղաքական կենտրոնի զրկվել է Հայաստանում իշխանությունից, ու այդ ամբողջ իրակուտակածը եւ ամեն ինչը պաշտպանելու համար այսքան լրատվական կա ընդդիմադիր։ Հիմա այս լրատվականները որտեղից են ֆինանսավորում, որպեսզի ցույց տան, Չէ, ուրեմն դուրս եկեք միացտեղից, եթե ձեզ թվում է, թե դուք կարաք այստեղ հանձնաժողովի նիստի մասնակցեք, այ քեզ բան։ Հա կարանք ձեզ լիքը բան ասենք, թե ձեզ մենակ Աղվան Վարդայանը կարա հրապարակի շենքում բան ասի։ Պարոն Մանուկյան, ուրեմն դուք ձեր չափը ճանաչեք, հաջորդ անգամ։ Հերիկը քեզ եղավ էլ մյուս անգամ ձերը չբարձրացնես տեղ։ Լրագրողների չէ, ընդդիմադիր լրագրողների, ում որ ծառայում են նայել կներեք արտահայտությանս համար պաստուպի տալու։ Գողականը, պարոն Մանուկյան, ձեր շեֆերն են ու ձեր շեֆերի շեֆերն են, պարոն Մանուկյան, են որ ազգային ժողովի ամբիոնից պարեկների աշխատավարձից 5 տարի սարքել եք, մեկը հենց դուք, պարոն Մանուկյան, թիրախավորման թեմա, պարեկները 300,000 են ստանում, բայց կներեք էլի, եկեք աշխատենք գուցե, այս վեճը դռնից ենք ով, մենք անդադ կարանք անենք, լրագրողները տեսեք ինչան շատ են բոլորը, սենսացիային մանգալ եկանք, բարով եք եկել, հիմա սենսացիաները վերացավ, շարունակում ենք աշխատանքը, Տիկին նախարար, ձեր բացահայտման համար բավականին մեծ դաշտ բացվեց, դուք պետք է ուսումնասիրեք 300-ի տվյալները կտան
մեր գործընկերները, եւ եթե դա չի համապատասխանում, հայտարարությամբ հանդես կգաք, պարոն Ալեքսանյան։ Մեկ կրքերը մի հատ Հա, կրքերը հանդարտվեն։ թեթևացրած, հարգելի գործընկերներ։ Հիմա առանց կրքերի։ Առանց կրքերի։ Հարցը խնդրում եմ պիտի Դա սիրելի եւ հարգելի գործընկերներ, երբ որ 5 տարի շարունակ թիրախավորման առարկա եք դարձնում պարեկների աշխատավարձը, գալով ազգային ժողովի ամբիոնից, անընդհատ թիրախավորելով պարեկներին այսքան աշխատավարձ եք տալի, պարեկներին այսքան աշխատավարձ եք տալի։ Հետո հաջորդիվ գալիս եք նախարարին ասում եք Բա ինչ եղավ այդ թմրանյութերի բացահայտումը, այս մեկի բացահայտում են, մեկի բացահայտում են, այդով պետք է բացահայտի։ Կարող է, օրինակ մեր հարգելի, չգիտեմ, ազգային ժողովի շենքի, չգիտեմ, կադրերի բաժինը պետք է բացահայտի։ Չէ, մեծամասն պարեկները պետք է բացահայտեն։ Այդ մարդիկ են բացահայտում ու բացահայտելու են։ Բա ինչ եք այդ դեպքում թիրախավում։ Որ ասում եք գողական կամ բան, այդ է գողական։ Այդ գողական բառը այս հանձնաժողովում քիչ Դեր օգտագործեք։ աշխատանքային լեզվով բառ ասեցի, որ հասկանաք ուղղակի։ Լավ, մերժում են գողական բառը, այդ մշակույթի դեմ մենք օրենսդրական համակարգ ունենք պայքարելու համար։ Դեպի նախարար, խնդրում եմ, եթե որտեղից հարցը չլսեցի, եթե հարցը նկատեցիք, Համաձայն եք տիկին նախարար։ համաձայն եք, ասեք այո կամ ոչ եւ շարունակենք մեր Եթե թույլ կտակ, քանի որ արդեն կազմն էլ մեծացավ, կազմը չմետացավ, կազմը ես լրացուցիչ աշխատանքի կարիք չունեմ, որ ասեմ, որ 300 անց նմանատիպ process-ի մեջ ներգրաված չի եղել։ Ուղղակի ֆիքսենք, որ ոստիկանները տեղում են եղել իրենց արժեվ դրված խնդիրը իրականացնելու եւ անկախ թվից իրենց արժեվ դրված խնդիրը իրականացրել են եւ իրականացրել են իրավական ընթացակարգի շրջանակներում, որովհետեւ մենք իրավական պետություն ենք։ Սա փակենք հարցը, որովհետև ես առնվազն նոր հայտարարություն այս մասով չունեմ անելու կամ նոր ինչ-որ ուսումնասիրություն չունեմ անելու, բայց թույլ տվեք նաև վերադառնալ պարոն Ալեքսանյանի նշածին հատկապես պարեկների աշխատավարձի մասով եւ նաև պարեկ զինվոր հակադրություն առաջացնելու մասով, որովհետև համեմատություն թող լինի Տիկին Գրիգորյան։ Իրականում ես կարծում եմ, որ մենք առհասարակ պիտի աշխատավարձերը չհամադրենք իրար հետ, որովհետև ներքին անվտանգության խնդիրը այլ է, արտաքին անվտանգության խնդիրները այլ են, եւ մեր հանրապետությունում թե զինվորը, թե պարեկը, թե մնացյալ ցանկացած աշխատող պիտի ստանա պատշաճ աշխատավարձ, որովհետև պարեկի աշխատանքը այլ բարդություններ ունի, զինվորի աշխատանքը այլ բարդություններ ունի։ Ես չեմ ուզում մենք իրար հակադրենք Հայաստանի Հանրապետությունում երկու կարևորագույն ֆունկցիա սպասարկող անձին եւ ավելին ես հուսով եմ, որ թե պաշտպանության նախարարությունը կշարունակի աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը, իմ մասով էլ հավաստիացնում եմ, որ ես շարունակելու եմ ոստիկանների աշխատավարձային քաղաքականության փոփոխությունը, որովհետև այդ ծառայողները 24/7 ռեժիմով աշխատում են Հայաստանի Հանրապետությունում եւ երաշխավորում են, որ մենք այսօր այո, նույնիսկ քաղաքական թեժ քննարկում ունենանք, որովհետև դրսում հասարակական կարգ եւ անվտանգություն կա ապահովում։ Տիկին նախարար, բոլոր ուժային կառույցները դրանք ծառայողներ են, իրենք ծառայության մեջ են եւ բնականաբար համահավասարեցման միջոցով բոլորի սոցիալական փաթեթները պետք է մոտենան, տեսեք դուք նկարագրեցիք բնակարան ունենալու հնարավորություն եւ իրավունքը, որը մեր մյուս ուժայինները արդեն այդ խնդիրը լուծել են եւ հիմա ձեզանից հետո այստեղ գալու է պաշտպանության նախարարը եւ բնականաբար այդ հարցերի մի մասը կգնա պարոն նախարարին։